Ողջույն, ջազի ժամն է Երկիր մեդիայի եթերում, գարուն է, տարվա հրաշալի ժամանակ, նոր հույսերի, նոր ծրագրերի, նոր սիրո ժամանակ։ 10 տարի առաջ 2003 թվականի մարտին մենք երևանյան ջազային երաժիշտներս բարձր գարնանային տրամադրությամբ պատրաստվում էինք ջազի օրեր Հայաստանում միջոցառմանը, որն ըստ ավանդույթի այդ տարիներին իրականացնում էր Միացյալ Նահանգների դեսպանությունը։ Եվ փառատոնից ընդամենը մի քանի օր առաջ մեր երաժշտական հանրությունը ուղղակի ցնցվեց մի սարսափելի լուրից։ Մարտի 29-ին Բոստոնում մի աներևակայելի ավտովթարի արդյունքում զոհվել է դաշնակահար կոմպոզիտոր Դավիթ Ազարյանը։ Նա 52 տարեկան էր։ Փառատոնի բացմանը լեփլեցուն դահլիճն իհարկե հարգեց մեր հրաշալի երաժշտի հիշատակը, իսկ դեսպան Ջոն Օրդվեյը հայտարարեց, որ փառատոնը կմնա հայաստանյան ջազի պատմության մեջ իբրև Դավիթ Ազարյանի հիշատակին նվիրված փառատոն։ Մեկ տարի անց 2004-ի նոյեմբերի 1-ին Երևանի կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ մի շատ գեղեցիկ անմոռանալի համերգ նվիրված Դավիթ Ազարյանին։ Այդ համերգին մասնակցեցին մեր լավագույն ջազմենները, որոնցից յուրաքանչյուրը իր սերը եւ հարգանքը մատուցեց Դավիթ Ազարյանին։ Ես երջանիկ եմ, որ վարեցի այդ համերգը իմ իսկ ստեղծած սցենարով։ Եվ այս օրերին, երբ լրանում է Դավիթ Ազարյանի մահվան 10 տարին, ես ուզում եմ ձեզ, ջազի սիրահարներ, ներկայացնել այդ համերգի տեսագրությունը։ Համերգը մեծ է, նման է մի փոքր ջազ փառատոնի, եւ այն մենք կընկերենք մաս առ մաս իմ 3 հաղորդումների ընթացքում։ Եվ այսպես տեղափոխվում ենք 2004 թվական նոյեմբերի 1 Երևանի կամերային երաժշտության տուն։ Դա մի հատված էր Դավիթ Ազարյանի ելույթից կայացած Երևանում 1998-ին միջազգային ջազ փառատոնում։ Ազգային օպերայի եւ բալետի լեփլեցուն դահլիճը բուրըն ծափահարում էր Դավիթ Ազարյանին եւ նրա հետ Երևան ժամանած աշխարհահռչակ կոնտրաբասիստ Մարկ Ջոնսոնին եւ թմբկար Բոբ Վեյներին եւ դահլիճում ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ դա Դավիթի վերջին այդպիսի նշանավոր ելույթն է իր հարազատ, իր սիրած Երևանում։ Նա 98-ից հետո եւս մեկ անգամ այցելեց Երևան, համերգ չունեցավ։ Նա նվագեց ընկերական շրջապատում, բայց այդ
գալուց նա իր հետ բերել էր մի շատ արժեքավոր տեսաժապավեն, որը պատկերացնում էր Դավիթ Ազարյանի ելույթը Բոստոնի շատ հայտնի ռեգատա բար ջազ ակումբում Դավիթ Ազարյանը նվագում էր Ջո Լովանոյի հետ։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ աշխարհահռչակ տենոր սաքսոֆոնար կոմպոզիտոր Ջո Լովանոն նվագում էր Դավիթ Ազարյանի երաժշտությունը։ Յուրաքանչյուր ջազմենի համար շատ պատվաբեր է համագործակցել Ջո Լովանոյի նման երաժշտի հետ եւ Դավիթ Ազարյանի այդ ստեղծագործական նվաճումը կարելի է համարել նաեւ մեր հայկական ջազի նվաճում։ Այս վերջի օրերին ես եւ իմ ջազմեն ընկերները կարծես թե նորից մենք մեզ համար հայտնաբերեցինք Դավիթին։ Մենք հասկացանք, որ վաղաժամ կորցրել ենք շատ վառ երաժիշտ, մեծ անհատականություն երաժշտական, մենք կորցրել ենք շատ նուրբ խոր միանձնավորություն։ Մեզանից յուրաքանչյուրը իր ձևով տարավ այդ կորուստը, բայց իհարկե ամենամեծ ցավը զգացին նրա ծնողները, մայրը, որը այստեղ է, քույրն է այստեղ, նրա երեխաները եւ կինը։ Ես բոլոր ներկաների կողմից շնորհակալություն եմ հայտնում մեր երաժշտության նահապետներին, կոմպոզիտորներ Ալեքսանդր Գրիգորիչ Հարությունյանին, Էդուարդ Միխայլովիչ Միրզոյանին, որոնք իրենց ներկայությամբ հարգեցին Դավիթի հիշատակը։ Ալեքսանդր Գրիգորիչը եղել է նրա դասատուն կոնսերվատորիայի ուսանողական տարիներին, իսկ Էդուարդ Միխայլովիչը, գիտեք, երկար տարիներ գլխավորել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը եւ նրա ղեկավարության օրոք էր, որ Դավիթ Ազարյանը 23 տարեկան հասակում դարձավ Սովետական միության կոմպոզիտորների միության անդամ։ Մենք այսօր կլսենք նրա ստեղծագործությունները եւ մենք կնվագենք կատարումներ նվիրված Դավիթի պայծառ հիշատակին։ Առաջինը ես բեմ եմ հրավիրում մեզանում շատ ծանոթ, շատ սիրված խումբ, որը կոչվում է Time Report։ Խումբը ստեղծվել է 98 թվականին։ Time Report։ Իմ կողքին է Արմեն Հյուստոնցը։ Խաչատուր Սահակյանը նվագում է դաշնամուր, Վարդան Առաքելյանը բաս գիտար,
Արման Ջալալյանը հարվածային գործիքներ եւ Էդուարդ Հարությունյանը Կոնգո թմբուկներ։ Բարի երեկո, այսօր պիտի կատարենք մի գործ եւ ուրախ եմ այդ առիթի համար, որովհետեւ երբ որ փորձում ես նվագել Դավիթի երաժշտությունը, բացում է նոր էջեր։ Հրաշալի, ճկնակ, նրբագեղ, սրտամոտ եւ լուսավոր երաժշտության եւ հուսամ, որ այդ երաժշտությունը պիտի ապրի երկար, ու հուսամ նաեւ, որ մեր խումբը բարբերաբար պիտի հնչեցնի այդ ստեղծագործությունները։ Կկատարենք Ազարյան Դավիթի հոբ, հույս ստեղծագործությունը։
65 թվականներ Ստեփան Շաքարյանն է կոմպոզիտորը, որը նստած է առաջի շարքում։ Յունես նվագախմբի հերթական փորձն էր անցկացնում, դաշնամուր էր նվագում Լևոն Մալխասյանը, ես թմբկահարում էի, կային ուրիշ երաժիշտներ։ Դուռը բացվեց եւ մտավ Վրույժ Հայրապետովիչ Ազարյանը իր 13-ամյա Դավիթի հետ։ Եթե այդ պահը հավերժացվեր լուսանկարի վրա, դա կլիներ շատ արժեքավոր լուսանկար։ Դավիթը նվագեց եւ միանգամից պարզ դարձավ, որ շատ շուտով ջազային դաշնակարության ասպարեզում եւ ընդհանրապես երաժշտության ասպարեզում կհայտնվի մի տաղանդավոր երաժիշտ։ Պատկերացնում եք, այդ լուսանկարի վրա կլիներ 30-ամյա Ստեփան Շաքարյանը, 20-ամյա Լևոն Մալխասյանը եւ 13-ամյա Դավիթ Ազարյանը։ Դահլիճում Ստեփան Շաքարյանն է ասացի, դահլիճում նաեւ մեր հայկական ջազային դաշնակարության մեկ ուրիշ երաժշտավորն է կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը։ Ավակ սերնդի, եթե մենք նրանց անվանենք հայկական
ջազային դաշնակահարության պապիկներ, ապա հայրիկը այժմ պատրաստվում է բեմ դուրս գալու։ Դիմավոր ենք Լևոն Մալխասյանին, մեր հանրահայտ շատ սիրված դաշնակահարի երաժշտին։ Հիշեցի մի գործ, որը 79-ին, կարծեմ թե 80-ին Դավիթի մասնակցությամբ կատարեցինք եւ դա պետք է որևէ կավերագրական ֆիլմի վրա դրվի այդ մեղեդին, այդ ֆիլմը դուրս չեկավ, բայց մեղեդին ես հիշեցի եւ փորձեմ հիմա դա վերհիշել։ Լևոն Մալխասյանի հետ է Վազգեն Ասատրյանը, Դավիթ Ազարյանի դեռ դպրոցական տարիների ընկերը, նրանք միասին նվագել են, Վազգենը նվագել է Դավիթ Ազարյանի ջազ ռոք խմբերում։
Դավիթ Ազարյանի հիշատակին նվիրված համերգի մյուս հատվածը մենք կընկնենք իմ հաջորդ ծրագրում։ Մնացեք սիրով եւ խաղաղությամբ, կհանդիպենք։